Որ գույքն է ենթակա բռնագանձման։ Սահմանադրական դատարանը նշում է, եթե անձը գույքը ձեռք է բերել դեռևս այն ժամանակ, երբ չէր հանդիսանում պաշտոնատար անձ, ապա այդ գույքը չի կարող բռնագանձվել կոռուպցիայի դեմ պայքարի պատճառաբանությամբ։ Միևնույն ժամանակ, Սահմանադրական դատարանի կարծիքով չի արգելվում, անգամ դատարանը պնդում է, որ կարող են իրականացվել ուսումնասիրություններ անձի գույքի վիճակի վերաբերյալ, սակայն այդ ուսումնասիրությունների նպատակը պետք է լինի պարզել, արդյոք անձն ունեցել է բավարար միջոցներ ձեռք բերելու այդ գույքը թե ոչ։ Բացի այդ, եթե ուսումնասիրությունների արդյունքում պարզվում է, որ անձը գույքը ձեռք է բերել դեռևս մինչև իր պաշտոնը ստանձնելը եւ այդ գույքը ձեռք բերելուց հետո չեն հիմնավորվում օրինական եկամուտները, նույնիսկ այդ պարագայում չի թույլատրվում կատարել բռնագանձում։ Քանի որ բռնագանձում կարող է կատարվել միայն այն պարագայում, երբ անձը ստանձնում է պաշտոնի եւ պաշտոնը ստանձնելուց հետո իր ձեռք բերված գույքը ուսումնասիրությունների արդյունքում պարզվում է, որ կոռուպցիոն ճանապարհով է այն ստացել։ Այսպիսով, եթե ամփոփենք, կարող ենք նշել, որ օրենքի իմաստով թիրախային գոտում են գտնվում այն պաշտոնատար անձինք կամ այն պաշտոնը ստանձնած անձինք, որոնց գույքի արժեքը գերազանցում է 50 միլիոն դրամը եւ որոնց գույքը չի հիմնավորվում օրինական եկամուտներով։ Սահմանադրական դատարանը մի շարք նոր մեկնաբանություններ է տվել, որի արդյունքում մենք հնարավորություն ենք ունենում ավելի արդյունավետ պաշտպանելու մեր վստահորդների շահերը բռնագանձման վարույթում։